Բոլոր իշխանությունների ժամանակ Սևանը ոնց որ բան արձակման թիրախ էր։ Բնապահպանության այն ժամանակվա նախարարը Արամ Հարությունյանը առանձնատուն էր կառուցել, բոլորի կոյուղագծերը թափվում է Սևանի լճի մեջ։ Միշտ թիրախ է եղել, էլի։ Հիմա էլ, ասենք, նոր իշխանությունների ժամանակ մենք տեսնում ենք շինարարություններ է գնացել, կառուցվել են։ Հակոբ Ջանյանի պատմությունը դրա վառ օրինակներից մեկն է։ Սևանը իմ համար բան չի, տենց, չգիտեմ, կարող է տարօրինակ հնչի, իմ համար տենց հանգստանալու լավ տեղ չի։ Ինչի՞։ Սևանը միշտ ասում եմ նայելու համար է։ Սևանը սիրելու լիճ է, գնա Սևանի ափին նստես նայես, արդեն քանի տարի է։ Ինչ որ կոյուղագծերի, մաքրման կայանների ծրագրեր են անում։ Երբ որ գումարում ենք, տեսնում ենք հսկայական գումարներ է։ Ինչի ենք թույլ տալիս նախ այդտեղ կառուցապատումը լինի, կամ եղած կառուցապատման հարցը ինչի չեն լուծում, այսինքն պետությունը դա ինչի չի լուծում, որ հիմա այսպես հետևանքների մասին մենք էլ նյութեր ենք գրում, արդյոք հնարավոր չէր 7-8 տարվա մեջ այս էջը փակել։ Այդ ջեմուղու պատմությունը ինչ եղավ։ Ուր է այդ ջեմուղին։ Հիմա պատասխանում եմ այդ հարցը։ Հա, մեր գործարարները իրականում այդքան հնարավորություններ ուներ, երբեք ոչ մեկի մտքով չի անցնում տենց մի ծրագիր անի բնապահպանական, չգիտեմ, անտառ հիմնի, լրի բանի պետության վրա է։ Բարև ձեզ, այսօր մենք պետքի ոդքասթի շրջանակում կխոսենք Սևանի լճի շուրջ տեղի ունեցող եւ տեղի ունեցած իրադարձություններից, հիմնականում քաղաքաշինական գործունեության մասին։ Ես հետքի լրագրող Տիրայր Մուրադյանն եմ, իմ զրուցակիցը պետքի գլխավոր խմբագիր Էզիկ Բաղդասարյանն է։ Բարև ձեզ նորից, պարոն Բաղդասարյան։ Բարի օր։ Մեր YouTube-ի Տիգրանը ասում է այդ ավելորդ բաները մի օգտագործեք, կարանք երկու անգամ չբարևեինք։ Առանց բարևելու սկսենք։ Առանց բարևելու, ասում եմ ավելորդ բաներ մի արեք, չգիտեմ։ Բազմակողմանի ճնշման տակ ենք մենք հիմա։ Հետո նաև ավելորդ բառեր չասենք, որ YouTube-ի էջը խնդիրներ չունենա։ Ավելորդ բառեր իհարկե փորձենք չօգտագործել եւ խոսել Սևանի շուրջ տեղի ունեցող եւ տեղի ունեցածից, հատկապես այդ անճոռնի կառուցապատումից, որ մարդիկ տներ են կառուցել, պարիսպներ, որոշ դեպքերում էլ իջել հասել են մինչև Սևանա լճի մեջ։ Հիմա մենք մի քանի ամիս առաջ գրեցինք Հակոբ Ջանյանի առանձնատան մասին։ Ես մի փոքր ներկայացնեմ ընդհանրապես այդ ինչ պատմություն էր, քանի որ հեղինակն է հոդվածի, Արման Հակոբ Ջանյանը առանձնատուն է կառուցել Սևանի ափին եւ մի լողավազան էլ, որը լճի մեջ էր կառուցել։ Եվ այդ մեր պատմությունը ոնց որ տես նորմալ նայեցին YouTube-ում, արձագանքներն էլ շատ բան էր, adekvat էր, մարդիկ զայրանում էին, թե ոնց կարելի է լճի մեջ լողավազան կառուցել։ Եվ նաև խոսեցինք այդ ժամանակ Հակոբ Ջանյանի հետ, այդ գործարարի, որը որ կապավոր ընկերության սեփականատերն է, նա դե ասում էր, որ այդ հատվածը նախ ինքը ասում էր, որ ոչ մի ապօրինություն չի արել, մեզ էլ առաջարկում էր էքսկուրսիա մեր համար էքսկուրսիա կազմակերպեր, որ մենք մեր աչքով տեսնեինք, թե ինքը ոնց է իր նախագծին համապատասխան կառուցել, բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ այդ գործարարը առանձնատուն սկսել էր կառուցել 20 թվականից, իսկ մի անգամ խախտումներով էր կառուցել, շինարարությունը դադարեցրել էին, հետո գնացել թույլտվություններ ստացել բնապահպանական, շմակ փորձաքննության դրական եզրակացություններ ստացել, որից հետո էլի խախտումներով էր կառուցել։ Հիմա դատախազությունը նախորդ ամսվանից, երևի դեկտեմբերից կներեք, ավելի ճիշտ 2025 թվականի տարվա վերջից սկսեց ակտիվ հաղորդագրություններ տարածել, որ քանդում են, ապամոնտաժում են այդ լճի նիշից ներքև, այդ 1905 նիշը, որը որ թույլատրելիքիցն է, դրանից ներքև կառուցված շինությունները։ Հիմա պարոն Բաղդասարյան, հետքում շատ վաղուց է գրվել Սևանի ափի հախուռն կառուցապատման մասին։ Դուք կհիշեք այդ հրապարակումները ում մասին էին, ես որոշները հիշում եմ, օրինակ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տան մասին կար,
նախկին ոստիկանապետերի տների մասին կար։ Այս Սևանը ինչի էր պաշտոնյաներին sense գրավում եւ տենց գալիս են իրանց քարերով, բետոնով մտնում լճի մեջ։ Անին որ սկզբից հարցրեց թե ինչի մասին էր ոդքասթը, մի անգամից տենց զուգահեռ պատասխանել, զուգահեռ մտածում էի, որ իրականում Սևանը մեր իշխանությունների կենսագրությունը ոնց որ լինի, կենսագրության մի մասը լինի, բոլոր իշխանությունների։ Երբ որ նայում եմ, բոլոր իշխանությունների ժամանակ Սևանը ոնց որ արձակման թիրախ էր։ Սևանից ամեն մեկը ուզում էր ինչ-որ բան պոկել։ Մենք ավելի շատ բնապահպանական մասով ենք այդ ժամանակ հետաքրքրում եւ տեսանք, որ այդ կառույցները հենց այդ իմաստով վտանգավոր է Սևանի համար, այսինքն ափամերձ տարածքները դառնում էին տարբեր մարդկանց առանձնատներ, չգիտեմ, հանգստյան գոտիներ էին սարքում, ցանկապատներ էին դնում, հենց մինչև ափը, երբեմն մինչև ափ գալիս էր։ Առաջին անգամ ինչքան հիշում եմ, հենց երևի 2008 թվականին էր կամ գուցե մի տարի շուտ կամ ուշ այդ թվականներին էր, երբ որ հայտնաբերեցինք, որ բնապահպանության այն ժամանակվա նախարարը Արամ Հարությունյանը առանձնատուն էր կառուցել, ընդ որում զուգահեռ այդ տարիներին նաև քննարկում էր Սևանը բարձրացնելու, նիշը բարձրացնելու, այդ անընդհատ բնապահպանները մենք նաև մի քանի, այսպես կոչված նորմալ բնապահպանության նախարարներ ենք ունեցել ժամանակին։ Ես հիշում եմ, օրինակ Շահազիզյան կար, Կարինե Դանիելյանը որոշ փուլում կար, այդ ժամանակ այդ հարցերը իսկապես բարձրացնում էին։ Այսինքն բնապահպանությունն էր, բնապահպանական մասն էր մեզ ավելի շատ հետաքրքրում եւ դրա համար զբաղվում էինք։ Չգիտեմ, միշտ հարցնում են, դե բա այդ ժամանակ չէին փորձում կանխեին, չհրապարակեիք, այդ նման փորձեր իրականում միշտ էլ եղել է բոլոր իշխանությունների ժամանակ, հիմիկվար իշխանությունների ժամանակ, երբ որ հետաքննություններ են անում, ինչ որ տենց մի փորձ լինում է կանխելու, չթողնելու որ հրապարակի, այն ժամանակ էլ եղավ մի երկու հոգի փորձեցին տենց։ Այդ թվում նաև Արամ Հարությունյանը, Արամ Հարությունյանի ժամանակ ինքը չէ, բայց իր մարդկանցից տենց փորձեցին, որ չգիտեմ, հոդվածը չգրվեր, օգնել, տենց շուտ բաներ էին, ակնարկներ էին անում, մենք էլ ասենք օգնության կարիք չունենք, տենց համակարգիչներ, չգիտեմ, տենց ինչ-որ խոսակցություններ կար, բայց դա միշտ էլ ինչ-որ բաների ժամանակ միշտ ելնում է, տենց կանխեն, ինչ-որ բանի փոխարեն, չգիտեմ, տենց հլա միամիտ մարդիկ կան։ Դե բայց այն ժամանակ էլ դե հետքը նոր էր, երևի հետքը այդ ժամանակ տենց շատ հետաքննություններ չէր անում, այդքան էլ նոր չէր, բայց արդեն տենց աղմկահարույց հետաքննություններ ունեինք։ Այն իմաստով եմ ասում, որ հետքի հետ հարաբերությունները նոր էր ձևավորում պաշտոնյաների։ Այդ ժամանակ փորձում էին տենց ձևավորել պաշտոնյաների, բայց իրականում այդ տարիներին տենց ճնշումներ կային, տենց չի որ չկային։ Հենց այդ ժամանակ 2008-ին էր, որ ին վրա արձակում եղավ մի անգամ, հենց այդ տարիներին էր, ուզում եմ ասեմ ճնշումներ Էլի բնապահպանության նախարար էր։ Նախկին նախարար։ Էլի բնապահպանության նախարար, բայց այն ժամանակ հանքերի հետ էր կապված այդ պատմությունը։ Չգիտեմ, այս ինչի եկանք, որ միշտ թիրախ ա եղել, էլի, հիմա էլ ասենք այս նոր իշխանությունների ժամանակ մենք տեսնում ենք շինարարություններ ա գնացել, կառուցվել են եւ այդ Հակոբ Ջանյանի պատմությունը դրա վառ օրինակներից մեկն էր, երբ որ մինչեւ ափի մեջ նույնիսկ կառույցներ կան, հիմա դատախազությունը կարծեմ այդ հատվածը քանդել է, վիդեո են նկարել, վիդեոն տարածել։ Դատախազությունը պարբերաբար ինչ որ տեսանյութեր է հիմա հրապարակում, ցույց տալով, որ ինքը լուրջ մտադրություն ունի ապօրինությունները քանդելու, բայց տեսնենք ինչ կլինի։ Այս բանում կարելի է հիշել են Լավանդայի Արայիկը, Լավանդասի տնակները, այնտեղ մի ամբողջ թաղ էր սարքել։ Հայրապետյան կարծեմ։ Չէ, Հարությունյան, Արայիկ Հարությունյան կարծեմ։ Երևի Արայիկ Հարությունյան, մի ամբողջ թաղամաս է սարքել, իմիջիայլոց երբեմն այնտեղից տեսանյութեր են հրապարակում, շատ նենց սիրուն,
լճի մեջ տներ, բան, բայց իրականում դրանք պետքա քանդվեր, չէր քանդվել։ Բնապահպանական իմաստով, որ ասում էի, որովհետև այդ ամբողջ Գեղարքունիքի լճի շուրջ, այդ մարզի լճի շուրջ եղած բնակավայրերը համարյա բոլորի կոյուղագծերը թափվում է Սևանի լճի մեջ։ Ես մյուս կողմից էլ զարմանում էի, լավ, այս բաները, հենց այդ կառույցների, ասենք, այդ առանձնատների կոյուղագծերն էլ են Սևանի մեջ լցնում, էլի, այսինքն համ այդ կեղտերը լցնում են, համ էլ գնում են այնտեղ հանգստանալու, չգիտեմ։ Եվ այդ կարևոր հարց է հիմա, այդ ապօրինի շինությունները մի կողմ, բայց այսօր թիվ 1 խնդիրը իրականում այդ կոյուղագծերի կեղտաջրերի մաքրելու բանն է, որովհետև Սևանը իմ համար բան չի, տենց, չգիտեմ, կարող է տարօրինակ հնչի, իմ համար տենց հանգստանալու լավ տեղ չի։ Ինչի։ Սևանը միշտ ասում եմ նայելու համար է, չգիտեմ, տենց գնաս Սևանի ափին նստես նայես, չեմ անում, Սևանում լողանալ չեմ սիրում, չգիտեմ, ինքը լողանալու համար երբեք հարմար չի։ Կարող է դա իմ անձնական կարծիքն է, բայց միշտ ասում եմ, դա Սևանը սիրելու լիճ է, չգիտեմ, ու պետքա տենց բանով պահենք իրան, էլի, փայփայենք, չթողենք կեղտոտեն, բայց Սևանի ափերով ամեն տարի որ գնում ես, տեսնում ես համարյա չի փոխվել, էլի ափերը կեղտոտ, ով գնում այնտեղ աղբա լցնում։ Պարոն Բադասյան, ձեր կարծիքով ինչի պետությունը հոգ չի տանում Սևանի մասին, այնպես ինչպես օրինակ մենք ենք մտածում, դուք եք մտածում, այդ նախ ենթադրում եմ երևի գումարի հետ է կապված մեծ ծախսերը, բա եւ նաեւ կառավարումը, դուք ինչ եք մտածում։ Չգիտեմ, այդ մեծ ծախսերը այդքան երբ որ ասում են, տենց մենք օրինակներ ենք բերում, օրինակ մի հատ հետաքննություն ունենք այս վերջերը անտառ վերականգնման մասին, ահռելի գումարներ ա ներդրվել, բայց այդ անտառները չկան։ Չգիտեմ, միջալոց այդ հետաքննությանը առանձնապես իրավապահները ուշադրություն չեն դարձրել, երբ պետքա իրանց հիշացնենք դրա մասին, հարցում ուղարկենք, որտեղ կոնկրետ փաստերով նշել ենք, այստեղ պետքա արդեն անտառածածկ հատված լինի, անտառածածկ չի, բայց դրա վրա, չգիտեմ, տասնյակ միլիոններ ա ծախս, դոլարի մասին ա խոսքը։ Նույնն էլ Սևանի, հիմա Սևանի տարբեր հատվածների համար արդեն քանի տարի է, ինչ որ կոյուղագծերի, մաքրման կայանների ծրագրեր են անում, երբ որ գումարում ենք, տեսնում ենք հսկայական գումարներ ա, այդպես չի, որ գումարներ չկան։ Հետո բնապահպանությունը մի ոլորտ է, որը տարբեր միջազգային կազմակերպություններին կարողանում ես ներգրավել։ Ուզում եմ ասեմ, փողի խնդիր չի, ավելի շատ կառավարման ինչ որ ծրագիր ունենալու մեջ է։ Օրինակ ազգային պարկի մասին չխոսեցինք, որը պետքա, չգիտեմ, մոտավորապես այդ ամեն ինչի տերը լինի ու պատասխանատուն, բայց երբ որ մենք ուսումնասիրությունները կատարում ենք, այդ նախկին հիմա ներկա տեսնում ենք, որ թույլտվությունները նաև իրանց օգնությամբ ա եղել, այսինքն իրանք որոշումներ են կայացրել, ջրի մակարդակն են սխալ ներկայացրել, որ կարողանան այդտեղ շինարարությունը իրականացնեն, կառավարման խնդիր ա, չգիտեմ, ամեն ինչ փողի հետ կապ չունի, էլի, չգիտեմ, միշտ ասում են փող, բայց դե փողը չի, ուրիշ արժեքներ կան, էլի, վերջո։ Իսկ եթե բաժանենք, այսպես ասած, դերաբաշխում անենք, Սևան ազգային պարկը որպես Սևանի եւ ափամերձ տարածքների հողերի երաշխավոր, պահպանող, այդտեղ համայնքները, որոնք որ դեր ունեն կառուցապատման ընթացքում, շրջակա միջավայրի նախարարությունը, որը դեր ունի թույլտվությունների տրամադրման, այնտեղ եւ ջրառի հարցն է եւ նաեւ այդտեղի կառուցապատման վերաբերյալ բնապահպանական թույլտվություններն է, տեսչական մարմին կա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, այդ ամեն ինչի վերևը կառավարություն կա, հիմա եթե առանձին քննարկելու լինենք եւ նաեւ իրավապահներ կան։ Ես մի փոքր էլի ուզում եմ գանք ինչի ենք թույլ տալիս նախ այդտեղ կառուցապատումը լինի կամ եղած կառուցապատման հարցը ինչի չեն լուծում, այսինքն պետությունը դա ինչի չի լուծում, որ հիմա այսպես հետևանքների մասին մենք էլ նյութեր ենք գրում, էլի բայց ուզում եմ նաև գանք Հակոբյանը որպես թարմ օրինակ, տեսեք, նախընթարապես ով է Արման Հակոբյանը գործարար, նա
ծնունդով Արցախից է, հետո հայտնի հանգամանքների բերումով արդեն Հայաստանում է գործունեություն ծավալում եւ այստեղ շինարարական մեծ տենդերների մեջ է, հյուսիս-հարավն է, բայց նաեւ իշխանությունների հետ իր կապերը կա։ Մենք հիշում ենք այն կադրերը, երբ որ լրագրողները նկարել էին, երբ Արման Հակոբյանը կարծեմ 21 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքացիական պայմանագրի շտաբում էր։ Ինչ գործ ուներ այդտեղ, այս հարցերը եւ հետո գալիս ենք արդեն թե ինչա ինքը անում։ Եվ այստեղ նաեւ էլի գալով, բա ինչի չի վերահսկվում, ինչի չի վերահսկվում։ Դուք ինչ եք մտածում։ Տպավորություն չի որ թողում են, հետո աղմուկ է լինում, հետո Դե այդ կապերը իրականում օգնում են, այսինքն այդ կապերը իրանց բանա տալիս, ոնց ասեմ, խախտման թուղթ է, ոնց որ թուղթ է տալիս, որ դու կարաս խախտես այդ կապերը, բայց երբեմն այդ կապերը կարող է տենց միանգամից իրանց գլխին թափվի, ասենք, չգիտեմ, ինքը բազմաթիվ կապեր ուներ տարբեր պաշտոնյաների հետ, իշխանական պաշտոնյաների հետ եւ դա օգտագործել է երևի, որտեղ նաեւ տեղեկություններ են հրապարակվել, որ որոշ պաշտոնյաներ նաեւ բարբերաբար հյուր են գնում այդ տեղ, չգիտեմ, խնջույքներ էին կազմակերպում, դա է, մյուս կողմից էլ այդ տեսչական մարմինները ինքնուրույն որոշումներ չեն կայացնում նման դեպքերում, պետք է քաղաքական որոշում լինի, այսինքն ավելի բարձրից պետք է հրահանգ լինի, որ իրանք գնան եւ դա արձանագրեն, այսինքն երբեմն նաեւ արձանագրում են, լինում է, չգիտեմ, արձանագրում են, բայց դա հետևանքներ չի ունենում։ Մնում է թղթի վրա, մնում է թղթի վրա, հա, իրանց ապահովագրության համար նախկիններում մի քանի հիմա այդ որ այդ մի հատ հետաքննություն հիմա անում ենք, այդ տենց չբացենք ինչի շուրջ է, երբ որ նայում ես, տեսնում ես, որ հիմնական գործը արվել ազգային պարկի տնօրենի միջոցով, այսինքն այդ փաստաթղթային ձևակերպումները, բաները ազգային պարկի տնօրենի միջոցով ա եղել, չգիտեմ դա երբ կվերջացնենք, բայց ազգային պարկի տնօրենը ստվերում է, չի լինում այսպես աղմուկոտ պատմություններից հետո ուշադրության կենտրոնում չի հայտնվում։ Հա, չի հայտնվում կամ էլ որոշ ժամանակ հետո քրեական գործ է հարուցվում, որոշ ժամանակ հետո, չգիտեմ, ինչ որ վնասի փոխհատուցում, երբ ինչ որ փողեր է վճարվում պետությանը, եւ այդ գործը փակվում է։ Չգիտեմ, քաղաքական կամք պետք է լինի, էլի պետք է ի սկզբանե դրվել, հասկանում ես, եթե պատժում ես, բոլորին պետք է պատժես, բոլորի հավասար օրենքները չես կարա դու ասես մեկի համար սենց է, մյուսի համար սենց է։ Եթե օրենք կա, պետք է բոլորի համար հավասար լինի։ Իսկ օրենքի կիրառությունը, կարգ ու կանոնի կիրառությունը ըստ հարմարության, հարմար ժամանակի ինչ եմ ուզում ասեմ, որ հիմա տեսեք այս Սևանի շուրջ բուրըն իրադարձությունները նախընտրական փուլում են տեղի ունենում։ Այսինքն եթե գանք գործող իշխանության պաշտոնավարման ժամկետին 2018-ից սկսած, այդտեղ հիմնականում մենք էլ գիտենք, ընթերցողներն էլ գիտեն, իշխանությունն էլ գիտի, որ նախկին պաշտոնատար անձանց շենք շինություններն են եղել։ Արդյոք հնարավոր չէր 7-8 տարվա մեջ այս էջը փակել եւ ընտրություններից մի 5 ամիս առաջ չգալ սկսել այս մեծ քանդում, ամպամոնտաժում։ Դե իհարկե դա ընդհանրապես վաղուց պետքա փակվեր այդ նախկինների պատմությունները, էլի նորից հիմա, չգիտեմ, չես կարա անընդհատ այդ պատմությունները բերես, հաղորդագրություններ տարածես, այդ ինչ որ ձևով պետքա փակվեր ու վերջանար, որտեղ պատմությունը չպետք է թողես այդպես կանգնած մնա, պետք է փակես այդ էջը, այդ հատվածը։ Չեմ անում, եթե հիշում ես, տարիներ առաջ էր, էլի կոդվածը չէր, այդ ջեմուղին պետքա սարքեն։ Հա, այդ ջեմուղու պատմությունը ինչ եղավ։ Ուր է այդ ջեմուղին։ Հիմա պատասխանում է հարցը։ Հա, չգիտեմ, պետք է նենց այն ժամանակ sense ներկայացրեցին, թմկահարելով, իմչալոց այդ ծառերին որ անդրադարձա, եթե հիշում եք, էլի 19 թվականին
բանը այն ժամանակ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասեց, չգիտեմ, այս տարի 10 միլիոն ծառ պետքա տնկենք, մոտավորապես նման այդ ջեմուղին էլ է նման մի պատմություն, դե իհարկե 10 միլիոն ծառ միանգամից ասեցինք, այս անհետ բան է ասում, հնարավոր չի 10 միլիոն ծառ տնկել, ոչ մի ձևով հնարավոր չի դա անել, էլի, եթե հաշվարկում ես։ Հիմա այդ ջեմուղին է, այն ժամանակ որ ասեցին, մենք էլ հիշում ես, ասում ենք դե լավ, ասեցին, ոչ են սարքելու։ Հիմա այդ նույն վիճակն է։ Այս մեր զրույցից առաջ որ նայում էի ջեմուղու թեմայով ինչ նորություններ կա, այդ ջեմուղին ինչ պիտի լիներ։ Լճաշեն գյուղից պետքա ջեմուղի կառուցվեր միջև Թերակղզի։ Կարծեմ մոտ 10 կիլոմետր հատված, որտեղ ընդհանրապես այդ տարածքը պետքա մի հատ լրիվ ուրիշ ձևի կառուցապատվեր, վերափոխվեր։ Եվ դրանից հետո դա կարծեմ 21 թվականը միջև այդ քննարկումները կար, падգամավոր Հայկ Սարգսյան կա, հիմա էլ կա ԿՊ-ից, որ ոնց որ ԿՊ-ի մերժված падգամավոր է, եւ նա շատ ակտիվ էր այդ թեմայով, այդ master plan-ը, քարտեզներով, ասենց անընդհատ քաղաքաշինության կոմիտեեր գնում, նկարվում էին, հետո նաեւ սևանում էին, տնտեսվարողների հետ քննարկումներ անում։ Եվ 2021 թվականից հետո քաղաքաշինության կոմիտեն հաղորդագրություններ ընդհանրապես այդ թեմայով էլ չէր տարածում եւ վերջերս, որ արդեն նոր քաղաքաշինության կոմիտեի նախագահ կա, 25 թվականի մայիսին են մի անգամ քաղաքաշինության կոմիտեում գրասենյակային միջավայրում էլի ինչ-որ թղթերի նկարների նայել ջեմուղի պետքա լինի եւ մի հատ էլ երևի շաբաթ հետո գնացել են Թերակղզի լի տնտեսվարողների հետ ինչ-որ քննարկում են արել, մի քանի հատ լուսանկար։ Այսինքն այդքանն է հայտնի։ Եվ հիմա օրինակ կուզեի ձեզնից հարցնել, ընդհանրապես այս մեծ ծրագրերը, ասենց որ չեմ ուզում գնանք ակադեմիական քաղաք քննարկենք եւ այլն, բայց կամ մետրո աջակնյակի, բայց օրինակ այս ջեմուղին էլ դա ինչ-որ մեծ ծրագիր էր։ Այսպես ծրագրերը ընդհանրապես սրանք ինչի չեն իրագործվում։ Նորից պետք է ասեմ, ուղղակի կառավարման խնդիր, այսինքն եթե մի բան տենց ոնց է, եթե օրինակ մենք որոշում ենք թեմա ենք որոշում, դե հետաքնենք անում ենք, անընդհատ հարցնում եմ ինչ եղավ, ուր հասանք բան տենց։ Այսինքն դեղ էլ որ որոշում ենք կայացնում, ոչ մեկը հետո չի հետևում թե ինչ եղավ այդ որոշումը։ Այսինքն խոսում այդ պահին պետքա դա ասել, անում են այդպիսի ծրագիր են ուզում, չգիտեմ, այդ պահին կարող է ինչ-որ մեկի մտքով անցել է։ Ես մի հատ ուրիշ բանով եմ ուզում նաև խոսենք, մեր բաները, գործարարները երբևէ որ նայում ենք, մեկը չկա, որ բնապահպանական ինչ-որ ծրագիր որոշի անել։ Ես հիշում եմ առաջ դեռ երբ որ բնապահպանները շատ ակտիվ էին, տենց փուլ ունեինք ակտիվ բնապահպանների, անընդհատ քննարկում էինք, ես էլ տարբեր ՀԿ-ների հետ էի հանդիպում, ասենք այն ժամանակ օրինակ Armenian Tree Project կա, Հայաստանից Արատունք ծրագիրը։ Այն ժամանակ մի քանի անգամ Քերոլայն Մուգար կար Բոստոնից, ինքն է այդ ծրագրի իր գաղափարն է այդ Արատունքը, իմիջիայլոց շատ լավ ծրագիր է, իրականում իրանց բոլոր ծրագրերը եթե նայես Արատունքի մեծ չափով, հա, անտառի մաս, մեծ չափով անտառներ են հիմնել։ Այն ժամանակ իրան օրինակ առաջարկում էի, որ դեռ այս հերոստաշտարակի տակի հողերը դեռ չէին զավթել, ուղղակի հատված էր, առաջարկում էի, որ վերցնի դե այգի սարքենք, ու մեկ էլ բանը, Ուլնեցու փողոցի այս հատվածը, Սուրիկ Խաչատրյանի տունը որ կա, ես ասում էի տենց կարելի է բերել կպցնել նույնիսկ, այդ ընդեղի անտառը սենց կպցնել, մինչև հաղթանակի զբոսայգի տենց։ Այդ շատ առաջ։ Շատ առաջ, տարիներ, դեռ այդ բաները կառուցված չէր։ Այն ճանապարհն էլ չկար։ Դեռ ճանապարհներն էլ չկար, օրինակ մտածում էի, նույնն էլ մի հատ տենց ծրագիր է առաջարկում, որ քանի որ Հայաստանում տենց շատ հանգստյան տեղեր չկան, Արարատյան դաշտում աղակալած շատ տարածքներ կան, վերցնել եւ դարձնել բանդ, անտառ եւ մոտավորապես Նյու Յորք քաղաքի այգու նման այգի սարքել, տենց
այն ժամանակ չգիտեմ ինչի տենց ոգևորված էի, որ կարելի է տենց ծրագրեր անել, ու ասում էի մեր գործարարները իրականում այդքան հնարավորություններ ուներ, երբեք ոչ մեկի մտքով չի անցնում տենց մի ծրագիր անի բնապահպանական, չգիտեմ, անդառ հիմնի, լրիվ բանի պետության վրա է։ Այսինքն բնության հետ կապված ոչ մի տենց գործարար չեմ իմանում։ Մի քանի անգամ տենց շուտ գործարարների տենց բաներ եմ առաջարկել, բայց հետո հասկացա, որ իրանց բանը, իրանց բնությունը, իրանց տունն է, իրանց առանձնատունն է։ Օրինակ Գագիկ Ծառուկյանը իր տարածքը նայելով տեսնում ես, որ ահագին ծառեր է տնկել, չէ՞, բայց Գագիկ այդ իրանց այն կողմը լիքը ամայի տարածքներ կան, չգիտեմ, այդ հատիսի, որ հիմա Քրիստոսին դնում են, այդ հատիսի կողքերով մտածում եմ, ինչի անտառ չեն տնկում ընդհանրապես։ Կարող լսեն, հիմա նախընտրական փուլ է, կարող է լսեն այս խոսակցությունը։ Չգիտեմ, միշտ զարմանում եմ, լավ, ինչի են այս գործարարները այդքան չեն սիրում բնությունը։ Ինչից է տենց էլի։ Բոլորից դժգոհ եք։ Դե տենց հա, իրականում ես տենց կերպար եմ, տենց միշտ դժգոհում եմ։ Բայց դե բանի համար չեմ դժգոհում, էլի, դժգոհում եմ, որ լավ լինի, չգիտեմ, լավ երկիր ունենանք, չգիտեմ։ Լավ, երևի, բայց այստեղ կանգնենք։ Այստեղ կանգնենք, որովհետև ինչից այստեղ նաև խոսում ենք այդ նյութերը հետքում հրապարակված են, կարող են մարդիկ նաև կարդալ։ Հա, կարդան, մեր YouTube-յան ալիքը նայեք։ Իրականում այս podcast-ը նաև որ այսքան մեզ պարտադրում է մեր թիմը անենք, պատճառներից մեկն է, որ մեզ քիչ են դիտում, մեզ քիչ են հետևում, ոնց անենք, որ ավելի շատ կարդան, մենք միշտ այն կարծիքն ենք, որ մեր նյութերը բարդ են, ընդհանրապես դժվար ընթերնելի են, դժվար հասկանալի են, եւ podcast-ով եկեք պատմենք, բայց հիմա էլի եկանք խոսեցինք առանձնապես կարծես թե բան չպատմեցինք մեր նյութերից, որովհետև այդ նյութերը դե պետքա կարդան, պետքա իրանք նայեն։ Չգիտեմ, եթե ուզում եք նայեք այդ նյութերը, մեր YouTube-յան ալիքին գոնե բաժանորդագրվեք։ Մեկը եթե կոմենտներ գրեն, մեկնաբանություններ գրեն, կոմենտներ գրեք, մեզ թեմաներ առաջարկեք։ Մենք իհարկե շատ նամակներ ենք ստանում, իսկապես շատ նամակներ ենք ստանում։ Մեր թեմաների, մեր նյութերի մի մասը ձեր նամակներից է, մեր ընթերցողների նամակներից է, զանգերից է, պաշտոնյաների ոչ հրապարակային միջոցով մեզ փոխանցված տեղեկություններն է, շարունակեք դա անել, մենք բոլոր ձեր նամակներին իսկապես պատասխանում ենք, հնարավորության դեպքում այդ նյութերը ուսումնասիրում ենք եւ շարունակեք մեզ դիմել, մեզ նաեւ դրանով օգնած կլինեք։ Մեր այս podcast-ները գնալու է Հետք TV-ով, թե Հետքի զրույցների YouTube-յան էջ։ Չէ, Հետք TV-ով։ Բայց այդ զրույցները ինչ էինք բացել։ Այդ զրույցները բացել ենք, էդի մենք մի հատ Տիգրան ունենք, որը մեր YouTube-ով է զբաղվում։ Ասում է, որ հիմա բացատրեմ, թե դա ինչ ենք բացել, որը էլի ես դեմ եմ։ Բայց ես էլ էի կողմ, որ բացենք։ Հա, բայց ես դեմ էի։ Ինչի էի դեմ, որովհետև հա, ինքը ինչով էր բացատրում, ասում էր, քանի որ պատերազմի նյութերը մեր մոտ շատ ա եղել, YouTube-ը մեզ ընկալում է որպես պատերազմ լուսաբանող ալիք։ Պատերազմ լուսաբանող ալիքը YouTube-ը չի թողում առաջ խաղացում ունենա, գովազդատունները հետաքրքրված չեն, դե ինչ ասում են, լսում ենք, չգիտեմ, ես այդ ոլորտի մասնագետ չեմ, ես միշտ ասում եմ, միշտ չեմ համաձայնվում իր հետ, բայց դե դուք հաղթում եք։ Բայց հենց այդ զրույցների YouTube-յան էջում, որտեղ որ մեր Հայքի հարցազրույցներն են վերջի գնացել, Համասյանը նայել են, իրանցի աղջկա պատմությունը նայել են, Զեստեն Գուստոնը մի քիչ չեն նայում, բայց հետաքրքիր խումբ է։ Հա, բայց ես էլ հակադարձում եմ, ասում եմ, դա եթե մեր ալիքում լիներ, կարող ավելի շատ նայեն։ Մենք չենք կարող ասենք, այնտեղ ավելի շատ են նայում, չեմ իմանում։ Կարող է, բայց նաև մեր լսարանը տեղյակ չի առանձնապես շատ այդ ալիքի մասին։ Դե դա Հայկի մեղքն է, թող տեղեկացնի։ Հայկ, պետք է գնաս տեղեկացնես լսարանին մարդկանց։ Պետք է մտածես ոնց ես տեղեկացնում։ Ոնց ուզում ես տեղեկացրու։
Դե ուրեմն այս մեր այսօրվա խոսակցության ժամանակ քննարկված մեր նյութերի հղումները կդնենք YouTube-ի մեկնաբանություններ նկարագրության բաժնում եւ Հակոբ Ջանյանի այդ առանձնատան պատմությունը եւ նախկին պաշտոնատար անձանց վերաբերող պատմությունները եւ այդ կեղտաջրերի պատմությունները, որոնք որ Սևանին վերաբերելի նյութերը կանենք, կդնենք այդտեղ նկարագրություններում, բայց մի փոքր էլ մենք որ խոսեցինք անտառներից, ես լավ է որ շատ չծավալվեցինք, որովհետև անտառների մասին մի առանձին էպիզոդ է լինելու, որտեղ որ հետքի լրագրող Քրիստինե Աղալարյանը կպատմի եւ իր այդ նյութից եւ ընդհանրապես անտառների շարքից, այդտեղ վարձակալներ եւ ուրիշ պատմություններ կան, որոնք որ անտառների մասին են։ Այնպես որ տեսնենք այս ոդքասթի հետ կապված ինչ արձագանքներ կունենանք, եթե լավ չլինի, կարող չշարունակենք։ Դե տեսնենք էլի, հա։ Այնպես որ ձեր արձագանքները շատ կարևոր են մեր հետագա ընթացքի համար։ Լավ եղեք։